Բարև ձեզ Factor TV հյուրը ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրամյանն է, ողջույն պարոն Աբրամյան։ Ես որոնեցի հանրապետական կուսակցության պաշտոնական էջերում կայքում արդյոք որևէ գնահատական կար Հայաստան դեմ ռազմական ագրեսիայի կոչի վերաբերյալ Սոլովյովի կողմից արված չգտա ոչինչ, արդյոք այդքան անկարևոր հարցեր, որ պաշտոնապես չեք արձագանքել։ Ես կարծեմ, որ դուք լավ չեք փնտրել, որովհետև դրան արձագանքելը այս բային երկու մարդ կարամ հիշեմ։ Ես պաշտոնական հայտարարություն ասացի, պաշտոնական հայտարարություն չի պարտադիր է բոլոր մեկնաբանությունների վերաբերյալ պաշտոնական հայտարարություն հնչի, որ օրինակ հանրապետական կուսակցության փոխնախագահը արձագանքում է կամ հանրապետականի պարլամենտական ֆրակցիայի քարտուղար Տիգրան Աբրամյանը արձագանքում է։ Բայց դուք իշխանություններն եք ավելի շատ մեղադրում, պարոն Աբրամյան։ Բայց դուք եթե չեք տեսել իմ հարցազրույցական մեկնաբանությունը, դուք ո՞նց եք դա համարում։ Այսօր առավոտ նայել եմ ձեր հարցը։ Անկեղծ ասած, հիմա նույն մարդը եթե նայի իմ մեկնաբանություններին ու ձեր դատողություններին դրա հետ կապված հաստատ համաձայն չի լինեմ, բայց հիմա առողջ օգտելով կարող դրան արձագանքեմ։ Նիկոլ Փաշինյանի հետ կապված դրվագը այլ բանի է վերաբերում, երբ որ դուք հիշատակում եք, խնդիրը երկու բանի մեջ է։ Առաջինը նույն Նիկոլ Փաշինյանը ամիսը մեկ տարբեր ֆորմատներով հանդիպումներ է ունենում Մոսկվայում, եւ այդ թեման Ռուսաստանի նախագահի կամ կառավարության ղեկավարի հետ բարձրաձայնելու շատ ավելի մեծ հնարավորություններ ունի, քան օրինակ ես կամ մեր ֆրակցիան ներկայացնող այլ պատգամավորները, դա մեկ։ Եթե դուք խոսում եք պետական անվտանգության մասին, եթե դուք խոսում եք երկրի շահերը ներկայացնելու մասին, ապա ազատ կամ ավելի ազատ լինել որակումները ես անկեղծ ասած չեմ հասկանում, սա մեկ։ Երկրորդը ոչ բոլորին է վերաբերում, բայց այդ հայտարարությունը, որոնք հնչել էր, նաև որոշակի խեղաթյուրումներ կան, իհարկե ես ինքս դրա օրիգինալ տարբերակը նայել եմ։ Իմ դիտարկումները կարծում շատ պարզ է եւ Հայաստանում ապրող ցանկացած բանական մարդու համար շատ ակնհայտ է։ Ցանկացած Սոլովյովի խոսքը չէ, տարբեր անձինք, տարբեր ձևով են դա ներկայացնում, իհարկե ես հետո օրիգինալը նայել եմ։ Ինչ էր ասում եւ ինչ են զգացել։ Եվ դրա հետ կապված իմ մոտեցումը կարծում հստակ է եւ Հայաստանում ապրող ցանկացած մարդու համար, ում համար իր պետությունը արարժեք է եւ առաջնային է, բնականաբար կարծում եմ այդպես պետք է լիներ եւ անթույլատրելի է ցանկացած երկրի կլինի Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, եվրոպական որևէ երկիր, հարևան երկիր հայտարարություն, որում կոչ կլինի Հայաստանի ոչ միայն ռազմական ուժի ճանապարհով որևէ խնդիր լուծելու, այլ առհասարակ միջամտելու Հայաստանի ներսում տեղի ունեցող իրադարձություն, այսինքն սա, չգիտեմ, այլ դիտարկմամբ, այլ ձևաչափում մեկնաբանելու ես բան որևէ չեմ տեսնում։ Չէ, դուք ասում եք ցանկացած երկրի կողմից, կոնկրետ դեպք ունենք, պարոն Աբրամյան։ Ինչ որ խնդիր կա Ռուսաստանի անունը տալու, չէ՞ որ Էրդողանի Ալիևի անունը տալիս եք, երբ որ պետք է եւ լավ է կա։ Հիմա ես համոզված եմ, որ այն մարդիկ, ովքեր նայում են այս հաղորդումը, ու ովքեր լսում են իմ խոսքը, իրանք այդ խոսքում հստակ տեսնում են Սոլովյովին, Ռուսաստանի, Մոսկվայի մնացած են մարդկանց։ Կամ գիտեք, ես այն մարդը չեմ, ով պետք է գնա միտեղ ըստ իրավիճակի ընդրողաբար մեկին քննադատի կամ մեկին չքննադատի եւ կարծում եմ ձեր հարցադրումները եւ դատողությունները այս մասով տեղին չեն։ Եվ ես եւս մեկ անգամ ասում եմ, այս դեպքում կլինի Մոսկվան կամ Սոլովյով կլինի, մեկ այլ գործիչ կլինի, Պետդումա ներկայացնող պատգամավոր կլինի մեկ այլ երկրի ներկայացուցիչ, դա որևէ բան չի փոխում։ Եթե այդ սպառնալիքը, եթե համարենք անուղղակի սպառնալիք, հնչում է Մոսկվայից, Բրյուսելից կամ Վաշինգտոնից, հավասարապես դա անընդունելի է։ Ես ինչու է այսքան հարցապնդում անում, որովհետև Հայաստանում կան քաղաքական ուժեր, էլի ինդիմադիր դաշտից, բայց ձեր գրպանը չնետենք այդ քարերը, որոնք ռուսական օկուպացիան հեչ օկուպացիա չեն համարի, ավելին շատ ուրախ կլինեն, եթե իրենց գուբերնատորի պաշտոն տրվի, ընդ որում օկուպացիան եկեք համաձայնենք, վատ բան է, կապ չունի թուրքական, ադրբեջանական, ռուսական, ամերիկյան, իսրայելական, իրանական եւ այլն։ Զուտ սրանով են պայմանավորված։ Մի բան էլ ստեղ ավելացնեմ իմ ասածին։ Հանրապետականը Հայաստանում ստեղծված առաջին քաղաքական հասարակական միավորումը 90 թվականին։ Հանրապետականի հիմքը ազգային միացյալ կուսակցությունն է, որը դեռևս 60-ականներին գործունեություն է ծավալել անկախ Հայաստանի խաղապարներով եւ նպատակներով, եւ 90-ականներին ստեղծված կորիզը եւ այսօր էլ հանրապետականում շատ-շատերը հենց այդ ոչ թե 60-ականները, այլ 90-ականների նաեւ սերունդ են ներկայացնում։
Գագիկ Մինասյանը վերցնենք, Սամվել Նիկոյանը վերցնենք, այդ մեր կուսակցությունում այդ հիմքը կա, հիմա էլ գնում է եւ մենք այդ գաղափարների կրողներն ենք եւ ձեր ասած ուժերը, ես չեմ էլ ուզում բերենք եւ դա դարձնենք առաջին քննարկման մասում, հա, մեր մոտեցումը կարծում շատ հստակ է, հանրապետականին 1000 բանում կարելի է քննարկել, մեղադրել, նախորդ կառավարություններում այս կամ այն ոլորտային գործունեության, բայց կան հստակ ուղղություններ, որտեղ հանրապետականի մասով նույնիսկ մեր ամենամեծ մոլի քննադատները մեզ կարծում եմ որևէ բան չեն ներկայացնում։ Իսկ դուք միութենական պետության կողմ եք, թե չէ, որ Հայաստանը ինչ-որ մի օր անդամակցի։ Մենք միութենական պետության հետ կապված այդ հայտարարությունների գնահատականատվել ենք։ Մենք մեր ապագան դրա շրջանակներում չենք դիտարկում եւ մեր համար այս պահին այդ թեման քննարկել չի։ Ես հիշում եմ նույն երրորդ նախագահի օրոքել այնպես չի որ հարթ էին Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները եւ դրա հրապարակային դրսեւորում եղել է, ասենք նախագահականում, երբ որ Մեդվեդևն էր այստեղ, Սերժ Սարգսյանը բողոքում էր Ադրբեջանի զենքի վաճառքից, իհարկե դա չէր կանխում Բաքվի զինումը, կամ Նժդեի արձանը, երբ որ կանգնեցվեց Երևանում, ռուսական ԱԳՆ-ից այսպես բավական սուր քննադատություններ եղան ընդհանուր ֆաշիզմի հետ համեմատական տանելով։ Չեք կարծում, որ ով էլ լինի Հայաստանի Հանրապետության ղեկավար, գոնե եւ Ադրբեջանի, եւ Թուրքիայի, եւ Ռուսաստանի, եւ բոլոր այն երկրներ, որոնք ինքնիշխանության վտանգ կսպառնան, պետք է որոշակի կոնսենսուս լինի դիմագրավելու, թեկուզ խոսույթի մակարդակում, եթե խոսքը մեդիա մարտերին է վերաբերվում, դիմագրավել, այո, ՔՊԱ-ականներով եւ ՀՀԿ-ականներով, ինչ կա որ։ Գիտեք, դուք ձեր դիտարկումներով ներկայացրեցիք Սերժ Սարգսյանի ժամանակ կատված մի քանի դրվագներ, որտեղ Հայաստանի իշխանությունը գործել է հրապարակային, իհարկե լավ իմանալով, թե ինչպիսի արձագանք է դա ունենալու դրսում, այս դեպքում նաև Ռուսաստանում։ Բայց ինչպես մինչև 2018 թվականն է եղել, այնպես էլ հիմա հանդիմադիր քաղաքական միավորի կարգավիճակում հանրապետականի համար առաջնայինը դա Հայաստանին վերաբերող առաջնահերթություններն են, եւ մենք առաջնորդվում ենք դրանով։ Այն գաղափարները, որոնք կան նաև վերաբերում միջազգային հարաբերություններին, երկկողմ կամ բազմակողմ հարաբերություններին, սրա հիմքում եթե դու չես դերում քո պետության շահերը, առաջնորդում ես երրորդ երկրների տրամադրություններով կամ հավակնություններով, ապա բնականաբար դու ոչ միայն տապալում ես քո արտաքին քաղաքականությունը, այլ դու քո պետությունը տանում ես եւ կռախի առաջ ես կանգնեցնում եւ այս տեսանկյունից կարծում կան հստակ մոտեցումներ եւ այդ հստակ մոտեցումները պարտավոր ենք պահել։ Պարոն Աբրամյան, հետեւյալ հարցն էլ 26-ի ընտրությունները արդեն մոտենում են, մի 5 ամսից քիչ է մնում, չէ՞։ Տեսեք, ինչպես նշեցինք, կան ակնհայտ ուժեր, որոնք շատ այսպես ընդհանուր միութենական պետություն մտնելու կողմնակից են, ինչի դուք կողմնակից չեք, եթե դատենք ձեր խոսքից։ Բայց հանրապետականը նաև այսպիսի կարգախոս ունի, որ բոլոր ընդդիմադիր ուժերով միավորվենք հեռացնելու Փաշինյանին։ Եթե բոլոր ընդդիմադիր ուժերով, այդ թվում ՀԿ-ն ՔՊ-ից իրար հետ բոլորով շատ ձայն հավաքեն 26-ի ընտրություններում, դուք Հայաստանում կբերեք իշխանության այնպիսի ուժի, որը կողմնակից է միութենական պետության մտնելուն։ Դուք կողմնակից չեք, բայց գիտեք, որ այդ ուժը կողմնակից է եւ ասուլիսում էր մի 2-3 տարի առաջ բաց ասում էր, էլի։ Հանուն Փաշինյանի հեռացման դուք այդպիսի ուժի կբերեք իշխանության։ Տեսեք, այստեղ մի բավականին կարևոր նրբություն կա, որը պետք է հաշվի առնել։ Նախ եւ ասում ենք միավորվենք ու հանենք, դա առաջին հերթին ենթադրում է օրակարգ։ Օրակարգը միայն այն չէ, որտեղ գրված է, որ մենք պայքարում ենք Նիկոլ Փաշինյանի հեռացման դեմ։ Օրակարգը ենթադրում է նաև ապագան, թե դա ինչ է ենթադրում Նիկոլ կյանքը, այսպես ասած Նիկոլ Փաշինյանից հետո։ Սա մեկ։ Սա իր արտացոլում ունենում նաև խորհրդանը, որտեղ ես եթե ճիշտ եմ հասկանում, դուք ասում եք այն պարագայում, երբ որ խորհրդանական ընտրությունների արդյունքում 51 պլյուս ձայներ լինեն ընդդիմության։ Գյումրի սցենար մոտավորապես էլի։ Նույնը վերաբերում է, Գյումրի տեղական մակարդակը մի քիչ այլ մակարդակ է, ես շատ համեմատել չեմ համարում համապետականին, բայց հասկանում եմ ձեր ասածը։ Հիմա համապետական ընտրություններից հետո երբ որ ձևավորվում է պայմանավորվածություն, այդ պայմանավորվածությունը լինում է թղթի վրա գրված։ Այսինքն թղթի վրա գրվում է այն օրակարգը, այն պայմանավորվածությունները, որի հիման վրա դու ոչ միայն աջակցում ես այս կամ այն տեխնացուին, վարչապետի տեխնացուին այս կամ այն ուժի,
այլ դու ինչի տակ ստորագրություն դնում ես։ Օրինակ, եթե հետ գնանք նախորդ ժամանակահատվածները, նախորդ կառավարությունները, երբ որ կոալիցիոն կառավարություն է ստեղծվում, դրանք կոնկրետ ստորագրվել են, դրանք փաստաթղթեր են եղել։ Այնպես չի եղել, որ իրավիճակ է ստեղծել, մեկն եկել է ասել, լավ, մենք ձեզ ենք աջակցում, կոալիցիային կազմը գնացել են։ Դրա տակ դրվում է հստակ ծրագիր։ Դրա հիման վրա է կազմում հետագայում կառավարություններ, որովհետև ցանկացած պահի, երբ որ դա այդ պայմանավորությունները չեն արտացոլում քո ձեռք բերած պայմանավորությունները կամ սկզբունքները, բնականաբար քո ցանկացած պահին դուրս գալը խնդիրը առաջացնելու տվյալ ուժի համար։ Գնեք Սամվել Կարապետյանի ուժի եւ Ռոբերտ Քոչյանի ուժի հետ ենթադրյալ կոալիցիայից ՀՀԿ-ն դուրս կգա, եթե այդ երկու ուժերը ասեն մենք օրակարգ ունենք մտնել միութենական պետություն։ Տեսեք, մի կողմից ես չեմ ուզում անդրական։ Տեսեք, ես կոնկրետ բան եմ։ Նայեք, ես մի կողմից չեմ ուզում անդրական process-ների մեջ մտնեմ, հիմա ասեմ, որ գիտեք, մենք դա նույնիսկ որոշում չունենք ընտրություններին գնալ կամ չգնալու։ Հիմա տեսեք, մենք արդեն 3 քայլ առաջ ենք խոսում, բայց հարցը նույնիսկ դա էլ չէ։ Ձեր հարցի հետ կապված եմ ասում։ Այն սկզբունքները, որը մենք դնելու ենք կամ կարող ենք պայմանականորեն կամ տեսականորեն դնել տարբեր ուժերի հետ համագործակցությունում, դա կարող է լինել ձևասա ձևաչափում, կարող է լինել լրիվ այլ ձևաչափում, այլ նպատակներում։ Մենք կոնկրետ դնելու ենք սկզբունքներ եւ մոտեցումներ, որոնք արտահայտեն մեր սկզբունքները, բնականաբար մենք գնանք դրանց հետևից։ Իսկ այդ երկու ուժի հետ հնարավոր է հետընտրական կոալիցիան ձեր անձնական տեսակետը, ես չեմ ասում հենց հիմա դուք ՀԿ-ի տեսակետն եք հայտնում։ Բնականաբար հնարավոր է։ Հնարավոր է։ Իսկ ընդդիմության շանսերը ինչպիսին են, պարոն Անդրեյ։ Սա չափազանց բազմաշերտ հարցադրում է, որովհետև կարճ պատասխան չունի, ասեմ ինչի համար, փորձեմ քիչ ավելի կարճ ասեմ իհարկե։ Որովհետև նայեք, ինչ է անում իշխանությունը։ Իշխանությունը ընտրությունից առնվազն 1 տարի առաջ արդեն աշխատում էր այն հնարավոր ընդդիմադիր ուժերի ուղղությամբ կամ բլոկների, որոնք կարող են ընտրությունները իր համար խնդիրներ ստեղծել։ Ո՞նչն էր դրա դրսևորում։ Դրսևորումները կալանավորումներն էին, տարբեր քաղաքական հետապնդումներն էին, բռնության դրսևորումներն էին, ուժի ցուցադրումներ եւ այլն եւ այլն։ Հիմա տեսեք, մի կողմից իշխանությունը առնվազն էլ եմ ասում 1 տարի առաջ գալիս է տարբեր մարդկանց մեծ վնասներ հասցնելով, ասենք, չգիտեմ, մի ուժի ղեկավարին է բռնում կամ առաջնորդում, մի ուժից բազմաթիվ մարդկանց է։ Մեր ուժից օրինակ բազմաթիվ մարդիկ գիտեք, քաղաքական հետապնդումներ երկու են։ Մասիս համայնքի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանն այս պահին բանտում է, Արմեն Աշոտյանը կուսակցության փոխնախագահ 26 ամիս փակի տակ էր եւ այս պահին էլ նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակում են։ Մեր տարբեր տարածքային կառույցների, Էժմիածնում, Եղեգնաձորում տարբեր կառույցների անձանց նկատմամբ քաղաքական հետապնդումներ են տարբեր աստիճանի։ Նկատի ունեք միտումը ընտրություններից առաջ թույլատնել ընդդիմության, դա։ Հա, նույնը վերաբերում է նաեւ տարբեր այլ ուժերի, ես չեմ ուզում ասել, որ սա այս ամենը մենակ մեր հետ մեր շրջանակում է, բայց ասենք նույն Մամիկոն Աստանյանը հանրապետական ներկայացնող, գիտեք, ամենամեծ ձայնը հավաքեց, բայց 2-7 տարի նստեցրեցին, շտողեցին, դառնա քաղաքապետ եւ այլն։ Հիմա ամեն մեկի, ամեն ուժում իր բանը խնդիրը կա, այդ թիրախավորումը կա իշխանության կողմից։ Հիմա եթե նայում ենք այս կոնտեքստում իշխանությունը թե ոնց է գալիս հաստում այդ կետին, մենք տեսնում ենք, որ արտակուս թվալու է, որ ամեն դեպքում ընդդիմադիր ներկայացվածություն կա, արտակուստ արձանագրվելու է մրցակցային ընտրություններ, արտակուստ, բայց իրականության մեջ թե ինչպես են այդ ուժերը եկել հասել ընտրաշավին, ինչպես են եկել հասել բուն քվեարկության օրվան, բնականաբար դա լրիվ այլ բան է լինելու, քան երևում է արտակուստ։ Եվ այս տեսանկյունից բնականաբար իշխանությունը ամեն ինչ անում է, որպեսզի բովանդակային իրական դաշտում ստեղծի ոչ մրցակցային հնարավորություններ, որպեսզի իր տեղը, իր հնարավորությունները, պոտենցիալը իշխանությունից բխող նաև ռեսուրսների եւ վարչական ռեսուրսի համատեքստում կարողանա կապիտալիզացնել եւ դարձնել իր համար հաղթանակի հնարավորություն։ Կվերընտրվի այս։ Սրա մի հեսա դրան գանք էլի։ Սրա դրսևորում օրինակ դուք տեսնում եք հայ առաքելական եկեղեցու դեմ այս հարձակումների ֆոնին, թե ինչպես են այդ պատարագի անվան տակ միջոցառումներին ընդգրկում այդ վարչական ռեսուրսը։ Այսինքն սա մի բան է, որ սովորական քաղաքացին բացում է, տեսնում է, որ այս մեկը ինչ-որ համայնքի ղեկավար է, ստեղը, անդեղը, այլ մյուս համայնքում է եւ այլն։ Այստեղ էս ջրմուղի աշխատողն է, ներողություն, կոմունալի աշխատողն է, այս դպրոցի տնօրենն է եւ այլն եւ այլն։ Համայնքի ղեկավարը եւ այլն։ Հիմա ուզում ասեմ, այս տեսանկյունից իշխանությունը փորձում է հնարավորինս թույլատնել են հնարավոր բոլոր ուժերին, որոնք կարող են ընտրություններում իր համար խնդիր ստեղծեն։ Հիմա 5 ամիս է մնացել ընտրություններին։ Մեր երկրում ամեն շաբաթ, ամեն ամիս բեկումնային իրավիճակ է տեղի ունենում։ Մենք չգիտենք
առաջիկա 4-5 ամսում ի՞նչ է տեղի ունենալու։ Եվ իրադարձությունները արտաքին եւ ներքին առումով ուր են մեզի տանելու հանգստան։ Հիմա Նիկոլ Փաշինյանը որ գնում է եվրոպական երկրներին ասում է արեք մեր երկրում հիբրիդային պատերազմ է, արեք միջամտեք, որ դա չեզոքացնենք։ Հիմա կարող է ինչ-որ մարդ նայի ասելա, դա հիմա գիտեք երկրում վիճակը սենց է, բայց հիմա նույն առաջին հարցն է, չէ՞ ձեր։ Հիմա մենք գնում ենք այլ երկրներին, ասում ենք մա արեք մեր երկրում սենց խնդիր է ստեղծված, եկեք չեզոքացնենք։ Որևէ մեկը երաշխիք ունի, որ այդ միջամտությունը ոչ թե գալու է այս հիբրիդայինի պայմաններով, որը ես համարում եմ, որ դա բավականին ուռճացված է, գալու է դրա մասով է հակազդեցություն առաջացնելու, թե կոնկրետ գալու է Նիկոլ Փաշինյանի համար դառնալու է ռեսուրս, դա դառնալու է զոնտիկ անվտանգության նաև գալու է իր խնդիրները լուծելու։ Որովհետև այդ դիմակայությունը, որ ստեղծված է, որը հիբրիդային տակ ներկայացում է, մի քիչ ավելի մեծ մասշտաբով է, որ նայում ես Արևմուտք Ռուսաստան դիմակայության մեջ կամ նույնիսկ Արևմուտք Չինաստան դիմակայության մեջ անդադ արտահայտվում է։ Հիմա ավելի շատ ինձ թվում է Նիկոլ Փաշինյանը դա բերում է մեր երկրի ներս, փորձում է դա ծառայեցնել իր ներքաղաքական առաջնահերթությունն, այս դեպքում վերընտրմանը, դա ստանալ աջակցություն, ռեսուրս բոլոր առումներով եւ նաեւ քաղաքական ապահովագրություն եւ իր խնդիրները լուծել։ Դե հիմա անդիմություն դուք իշխանությունը կարող է ձեզ ասել փաստորեն դուք ընդունում եք, որ դուք էլ հիբրիդային պատերազմի մաս եք եւ անհանգստացած եք։ Բայց ինչի՞ տենց պետք է ասի։ Ես օրինակ իմ Բայց ինչու եք անհանգստանում։ Իմ դիտարկումից ինչի՞ է տենց բանը։ Օրինակ տեսեք, թողեք անհանգստանան այն ուժերը, ովքեր Հայաստանի անկախությունը չեն արժևորում եւ միութենական պետության կողմնակից են, օրինակ խոսում են եւ խոսել են նրանց մասին եւ ունեն ապօրինի ֆինանսավորում, չգիտեմ, կամ տեղի օրինակ ռուսական կապիտալով ընկերություններ են նրանց ֆինանսավորում կամ եթե ամերիկյան կա, թող ամերիկյանից անհանգստանան։ Ինչու եք դուք անհանգստանում։ Հիմա ձեր ասածները, լավ, ձեր ասածները չասեմ։ Չէ, դուք անհանգստանալու Չէ, ուրիշ բան եմ ասում։ Դե դուք տեսնում եք իմ հարցազրույցից իմ հետ հարցազրույցից դուք եւս զգում եք, որ ես անհանգստանալու խնդիր առավելևս այդ թեմայից չունեմ, բայց այդտեղ հարցը ուրիշ բան է մեջ է։ Քանի որ դուք փորձում եք գեներացնել եւ հարցադրումների ձևակերպել բոլոր այն մտահոգությունները, որոնք առկա են քաղաքական դաշտում, չեմ ուզում ասեմ, որ դուք այդպես եք մտածում, բայց ձեր առաջին հարցադրմանը նույն Սալավիովի եւ այս ձեր հարցադրման մեջ կա բավականին մեծ հակասություն։ Ինչու՞։ Այսինքն, երբ որ Ռուսաստանից է ինչ-որ մեկը, գնալ լրագրող է ինքը, մեդիա դեմք չի, էլի։ Համաձայն եմ, պատահական դեմք չի, բայց եթե մեդիա դեմք է ինքը դրա մասին ասում, միջամտություն Հայաստանի Հանրապետությունում եւ Եվրոպական միությունում ասում է կառույցի ղեկավար կազմի ներկայացուցիչ, որ այնտեղ հակա խնդիր մենք գնալու ենք ներգրավելու ենք։ Հիմա ինչ եք դուք օրինակ Սալավիովի ասածը ընդունում որպես թշնամական գործողություն, իսկ օրինակ եվրոպական ներգրավվածությունը, որի ձևակերպումները իհարկե քաղաքակիրթ են եւ էականորեն տարբերվում են փաթեթավորման առումով նույն Սալավիովի հայտարարությունից, դուք համարում եք լրիվ այլ բան, որոնք տարբեր բաներ։ Սալավիովը ասում է Հայաստանի դեմ ռազմական օկուպացիայի մասին է խոսում, իսկ Եվրամիությունը ասում է ձեր դեմ հիբրիդային սպառնալիքներ կան, երկրի անուններ էլ է տալիս Ռուսաստան, պարզ է դե ի շահերից է, ուզում որ Ռուսաստանի դեմ պայքար լինի, հա։ Մենք կօգնենք ձեզ, փող կտանք, բայց մենակ խնդիրը փողը չի։ Օրինակ սոցցանցերի ալգորիթմների մանիպուլյացիայի տարբեր տեսակներ կան, որ Ռումինիայում, Մոլդովայում, տարբեր երկրներում Ռուսաստան գործարկել է ու լրիվ անհայտ ինչ որ մի գործիչ համարյա Ռումինիայի նախագահ էր ընտրվում, էլի։ Ուզում եմ ասել, կամ մասնագիտական նաև կարողությունների հարց, պարոն Աբրամյան, դուք հանրապետականը ամբողջ օրը հարցազրույցներ եք տալիս, մեդիաներում եք եւ այլն, ես անձամբ իմ տեսակետերն են, որ չեմ կարծում, թե դուք խնդիր ունեք սոցցանցեր, անձամբ դուք էլի, սոցցանցերի ալգորիթմների մանիպուլյացիայով զբաղվելու, որ ձեր ռեյտինգը թռնի օդեր, բայց այդպիսի ուժեր կարող է լինել։ Ուզում եմ ասել, եթե մարդիկ ապօրինի փող են բերում Հայաստան, այդ թվում ձեզ հետ անհավասար պայքարում ինչու եք մտահոգ թող պայքարեն ինչ վատ բան։ Չէ, ուրեմն մենք սկզբից պետքա որպես պետություն պայմանավորվենք սրա շուրջ։ Այսինքն միջամտություն ասածը ո՞րն է։ Այսինքն հիմա մի հատ պետություն կարող է fake news, օրինակ Փաշինյան ամեն օր մի բան է, առանձնատուն է առնում ինչ որ միտեղ, բայց պարզ է, չէ՞ որ չի առնում։ Բայց լիքը բաներ կա, որ վերագրվում է տարբեր գործիչներին եւ ակնհայտորեն դա հովանավորում է իշխանության կողմից, որովհետեւ իրանց կայքերն են ոչ միայն ասոցացող, այլ իրանց կողմից ճանաչելի կամ իրանց կողմից հայտարարված կայքերն են օրինակ։
Այսինքն գիտեք, ես ինչն եմ ասում, Դա ուրիշ է, անմեղ իրավիճակում ներողություն։ Սովորական անմեղ իրավիճակում իրար ինչ իրավիճակում ուզում եք կարող, բայց արտաքին միջամտություն չունի, ասածս դա։ Տեսեք, այն ինչ որ Եվրոպական միությունն է ասում, դա եւս արտաքին միջամտություն է։ Ես էլ եմ ասում, այդտեղ ձևակերպումների տարբերություն կա, այդտեղ փաթեթավորման տարբերություն կա, բայց դուք վերցնում եք թեմայի այն փափուկ մասը, որը ձեր համար ձեր տրամաբանության առումով նորմալ է դուք ներկայացնում եք, բայց դուք չեք ասում, կա դրա երաշխիքը, որ այդ փաթեթը, այդ աջակցության բացառապես մասնագիտական կարողությունների օրինակ բարելավում լալելու։ Ես դրանում օրինակ համոզված չեմ, որովհետև այն հայտարարությունը, որ ես եմ տեսնում, հատկապես երբ որ դա հնչում է Ռուսաստանի հետ դիմակայության դաշտում, որովհետև արևմուտքի այդ դիմակայությունը Ռուսաստանը, որ մենակ Հայաստանում չի արտահայտում կամ Հարավային Կովկասում, դա աշխարհի տարբեր կետերում արտահայտվում է, չէ՞։ Հիմա մի ճակատը բերել եւ դարձնել դա Հայաստանը, գիտեք, դա բոլոր առումներով անհասկանալի եւ անընդունելի։ Եվ մի կարևոր հանգամանք է կա, որ մենք այստեղ խոսում ենք։ Նայեք, մենք խոսում ենք կառավարության, դուք խոսում եք կառավարության մասին, չէ՞։ Մի կողմից ընդդիմադիր պայմանական ուժերն են, որոնք ընտրություններում կարան դառնան դերակատար, մյուս կողմից կառավարությունը։ Հիմա կառավարությունը իր տարբեր ծառայություններով ձեր ասած բոլոր համակարգերը վերահսկում է, որում չափից ավելին է անում, ես համոզված եմ նույնիսկ օրենքից դուրս է անում։ Եվ կառավարությունը ունի հնարավորություններ ձեր ասած համակարգերի անվտանգությունը ապահովելու, տարբեր սպառնալիքներ հաղթահարելու եւ այլն եւ այլն։ Կա, այնպես չի որ իրենք բոլոր տեխնոլոգիաներին տիրապետում են, օրինակ Հայաստանի իշխանությունները։ Օրինակ TikTok-ում օրինակ կարող է ինչ-որ մի գործիչ edge զարգացնել եւ դառնալ կներեք։ Դուք խիստ տեսական բան եք ասում, որը տեսականորեն պայմանական ավականի ինչ ուժ անցավ պարոն Աբրամյան։ Ինչի արդյունքում պայմանականորեն ձեր ասածը կարա ինչ որ սոցիալական հարթակում տեղ ունենա, բայց այստեղ խնդիրները շատ ավելի մեծ են, քան կա։ Մեծ մի հատ օրինակ եմ ուզում բերեմ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը, որ ունի բոլոր հնարավորությունները, քաղաքական առումով ունի մեծամասնություն խորհրդանում, այդ բոլոր ուժայինները, ել չեմ ասում, այդ դատական համակարգը, բանը, օրենքից դուրս իրան բոլորը ենթարկում են եւ հանձնարարություն են կատարում նրանց մեծամասնությունը։ Օրինակ Facebook-ում գրում է ասում է, որ կաթողիկոսը թեմի ղեկավարն առաջնորդ է նշանակում կամ տեղապահ նշանակում, Facebook-ն է էջում որտեղ իր պաշտոնական հայտարարությունն է ինքան, մտնում է գրում ասում է ոչ, էսի չի, բան տեղապահ, թեմի առաջնորդը էսի մարդն է։ Հիմա հասկանում եք այն մարդը, ով որ ամեն տեսանկյունից դուրս է համադրությունից, օրենքներից, ավելի ճիշտ ոչ թե դուրս է, իրան դուրս է դնում այդ ամեն ինչից։ Հիմա երբ որ այդ մարդը ասես դեմքի անմեղ արտահայտությամբ գայս ասում է, գիտեք, ժողովուրդ ջան, հիբրիդային պատերազմը մենք գնանք այս երրորդ երկրներին բերենք, ներգրավենք մեր երկրի հարցերում, գիտեք, քաղաքացիներից ոմանց մոտ կարող ձեր մտահոգությունները լինի, բայց շատ-շատերի մոտ էլ հակառակ մտահոգություն է։ Մարդիկ հասկանում են, չէ՞, վերջին չա տեղի ունենում։ Հիմա մեր երկրում եթե շատերը կան, որ սոցիալական ցանցերում ակտիվ չեն, տարբեր հարթակներում ներկայացված չեն, իրենց խոսքը մեր համար լսելի չի կամ ձեր բաներում, հարթակներում, տաղավարներում լսելի չի։ Դա նշանակում է, որ մարդիկ չեն հասկանում ինչ է մեր շուրջ տեղի ունենում։ Չէ, տեսեք, դուք մի քիչ մի բան խառնում եք իրար, կներեք էլի, պարոն Աբրամյան, տեսեք, կա իշխանություն ընդդիմություն, պայքար եւ թեմաներ, բանավեճ։ Ինչքան ուզում եք բանավիճեք։ Դուք ձեր լրատվամիջոցներով, իշխանությունը իր լրատվամիջոցներով եւ մեր ու իրանց լրատվամիջոցներ։ Դուք հիմա մեր լրատվամիջոցն եք թե իրանց։ Ոչ ձեր եւ հպարտեք դրանով։ Բայց չէ, դուք լրատվամիջոցների անուն եք տալիս, ես դրա համար դա շեշտեցի, ուրիշ բան էի ասում։ Դուք ինչ ոնց ուզում եք պայքար եք իրար դեմ, բայց օգտվել արտաքին ռեսուրսից, խնդիրը դա է, այսինքն իսկ ով է օգտվում արտաքին պետական, այսպես ասենք, պետական անվտանգության խնդիր գոյություն ունի եւ ներքին քաղաքական դիմակայության համաձայն չեք, որ ձեր դիմակայությունը իշխանության հետ պիտի հարցականի տակ չդնի պետության անվտանգության ապահովման հարցը նույն արտաքին միջամտություններից։ Որ մեր լսարանի համար շատ հստակ է։ Կնեք, եթե Փաշինյանը վատն է, չգիտեմ ինչ է եւ այլն, տեղադրակը, դա չի նշանակում, որ արտաքին այսպես վտանգի պարագայում դուք պետք է ասեք, չէ, եթե Փաշինյանն է, ուրեմն չկա այդպիսի վտանգ։ Եթե ձեր համար լավն է, դա ուրիշ հարց է, մեր համար։ Ինձ համար ոչ լավն է, ոչ վատն է, Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Մեր լսարանը, որպեսզի շատ հստակ հասկանա, թե այս քննարկումը մենք ինչ խորության վրա ենք տանում։ Հիմա parza մակերեսին parza ես նաև խորքում եմ հասկանում ինչ եք ասում, ես բոլորը պետք է հասկանան։ Որ ասում եք ձեր դիմակայությունը, որ Փաշինյանի հետ ներսում մնա, արտաքին միջամտություն չլինի։ Հիմա մեր հանրապետականի պայքարը, որը արտահայտվում է ներքաղաքական դաշտում,
Դուք դրա արտաքին հովանավորությունը տեսնում եք, թե ոչ։ Եթե տեսնենք, ասել պարոն Աբրամյան, ամոթ չի, որ դուք արտաքին միջամտություն խոսենք, որ մեր լսարանը մեզ ճիշտ հասկանա, թե չէ մարդկա կարող է կեսից է լսելու հետո կամ չգիտի սա հիմք ինչա, մտածում ասում լիքը վերապահում ունեք, խնդրում եմ, ասածս ճիշտ հասկացեք։ Okay, ունեցեք եւ նորմալ է որ ունենաք, էլի աննորմալ կլիներ, եթե չունենաք, բայց այդ վերապահում ունենալը կասկածի տակ չդնի պետության անվտանգության ապահովման անհրաժեշտությունը ասած։ Հիմա մենք դրա մասին ենք էլի խոսում։ Հիմա ասում եմ պետությունը ունի ազգային անվտանգության նախարարություն։ Պետությունը ունի բարձր տեխնոլոգիաների նախարարություն, որոշակի ֆունկցիաներ կա, որոնցով էլ է կարգավորում։ Հիմա այդ նույն կառավարության, նույն մեծամասնության, չասեմ հովանավորության, ենթակայության տակ է։ Այսինքն կան կոնկրետ մարմիններ, բացի նշած այդ մարմիններից կամ ծառայություններից, որոնք ստեղծված են ձեր ասած խնդիրները հաղթահարելու համար։ Եթե օրինակ պետքա բարձր տեխնոլոգիաների նախարարությանը ապահովել տեխնիկական վերազինմամբ կամ նրա ինչ-որ մարմնի, որը տեղեկատվական անվտանգության խնդիր է լուծելու, սա ուրիշ բան է։ Դե կարող է գրանտով լուծվի, դա կարող է ինչ-որ նույնիսկ բարկով բաներով էլ օգնել։ Դե հիմա ես բանակ հենց սկզբից խոսում եմ նրա մասին, որ ծավալը չի երևում, եւ երկրորդը Հայաստանից հնչող հայտարարությունը, ԵՄ-ից եկող արձագանքները ինձ ավելի շատ ոչ թե տանում են այդ վերազինումների, կարողությունների մեծացման կամ տարբեր մարմինների իրենց ֆունկցիոնալ արդյունավետ կատարելու տեսանկյունից։ Ես տեղ տեսնում եմ Հայաստան, Արևմուտք Ռուսաստան դիմակայությունը դեպի Հայաստան բերելու խնդիր, որը բնականաբար մեր շարժից չի կարող բխել։ Իմ ասածն է նաև որոշակի ամփոփելով մեր առաջին ու նաև այս վերջին քննարկումը, որ մենք չպետք է անդրովի մոտիկանանք թեմաներին։ Երբ որ մենք խոսում ենք արտաքին միջամտության մասին, երբ որ մենք խոսում ենք սպառնալիքների մասին, մենք չպետք է անդրովի մոտիկանանք։ Սրա սպառնալիքը նորմալ է, այն մեկի սպառնալիքը նորմալ չէ։ Եթե մեզ սպառնում է, եկեք հենց այսօրվանից սկսենք պայքարել։ Օրինակ ինչով է մեզ սպառնում կամ նույն Եվրամիջոցով։ Ասեմ, ես ու տեսնում եմ ինչ-որ երկրի հայտարարություն սպառնալիք է ստեղծում իմ երկրի համար կամ մեր քաղաքացիների համար, ես դրան արձագանքում եմ, այսինքն արձագանքը համաչափությունը դա պետք է դիտարկել։ Կոնկրետացնենք ԱՄՆ, Եմեն, Հայաստանի անվտանգության ոնց են սպառնում, որ միասին պայքար։ Ես Աստծով եմ երթում, համաձայն եմ ձեզ հետ միասին պայքարել նրանց սպառնալիքի դեմ։ Մի ամբողջ հաղորդում նկարենք, փաստեր, որ ասեք կանենք։ Մենք սկսեցինք կոնկրետ անձի հայտարարություն, որ ագրեսիայի քոչ էր։ Մենք միջևէ չենք քննարկում նրա մասին, որ Միացյալ Նահանգները Հայաստանի անվտանգության համար հիմա սպառնալիք է ներկայացնում եւ այլն եւ այլն։ Մենք մի քիչ ձեր հարցը շատ ինձ ճիշտ ցույց արհեստական թվաց, բայց արեք հաշվելով մեր զրույցի տրամաբանական շարունակությունը ու նաև այն միտքը, որ դուք եք ուզում զարգացնել, ասեմ հետեւյալը։ Հիմա եթե անդրադառնում ենք Եվրամիության միջամտության թեմային, Հայաստանում ընտրական process-ների համար, եթե Եվրամիությունը ուզում է, որ իր գործողությունները, միջոցառումները կամ իր տրամադրած ֆինանսական միջոցները Հայաստանի հասարակության մեծամասնության համար գոնե լինեն անկալելի, ապա շատ հստակ պետք է բացվի, թե Եվրամիությունը որտեղ է տեսնում իր դերը եւ այդ գումարները հստակ որտեղ են ուղղված լինելու։ Եթե սրա բարձաբանումը մենք բացվածքով իմանանք եւ դա լինի վերահսկելի, այսինքն դրա ծախսումը լինի վերահսկելի, բնականաբար այդ հարցերը, որոնք առաջացել են կամ այն ռիսկերը, որոնք օդում կախված են, դրանք չեն ունենա այն ակտուալությունը, որի մասին մենք հիմա խոսում ենք։ Նույնը նա վերաբերում է նույն Սալավյովի թեմային, քանի որ ես երեք տեսա, ոնց եթե չեմ սխալվում, դա պաշտոնապես էր, որ Ռուսաստանի արտգործնախարարին դեսպանին հրավիրել են արտգործնախարարություն եւ այլն։ Հիմա սա հետ կապված ես չեմ տեսել, Ռուսաստանը արձագանք ունեցել է թե չի ունեցել։ Լավ, հրապարակային արձագանք եթե չի եղել, Հայաստանի իշխանությունների հետ որևէ խողովակով բան խոսվել է, թե չէ, որովհետև կարող հրապարակային չլինի, բայց ինչ-որ Ռուսաստանի արտգործնախարարը, նրա տեղակալը կամ չգիտեմ, վատագույն դեպքում ինչ-որ վարչության պետ կա հաստատի, ասի, որ սա մեր պաշտոնական տեսակետը չէ, չգիտեմ, մեդիայում արտահայտված տեսակետը եւ այլն։ Այսինքն մենք միջև չիմանանք այս մոտեցումները, մենք չենք կարող։ Հիմա Սալավյովը, որը ինչպես դուք եք ասում, սովորական կերպար չէ, հասկանալի է, բայց մյուս կողմից էլ հիմա Հայաստանում էլ չէ կան դեմքեր, որոնք հա ասոցիացում են այս կամ այն ուժի կամ անհատի հետ, բայց բնականաբար միշտ չէ, որ նրանց մոտեցումները ամբողջությամբ արտահայտվում է պաշտոնական դիրքորոշումները եւ այն իրական ցանկությունները, որոնք այսօր կան։ Դրա համար ես կարծում եմ, որ երկուսի դեպքում էլ կա բարձաբանումների անհրաժեշտություն եւ բացվածք, ինչը հնարավորություն կտա եւ քաղաքական եւ հանրային շրջանակները շատ ավելի ճիշտ գնահատելու եւ դատողություններ անելու ստեղծված իրավիճակի մասին։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Աբրամյան։ Factor TV-ում հյուրընկալել ենք Տիգրան Աբրամյանին։